Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218 եւ 221-րդ հոդվածները ենթարկել այնպիսի փոփոխության, որով նշված հանցագործության պատժաչափը ավելի է խստացվելու։ Խոսքը հարգելի գործընկերներ, ընտրակաշարք տալու, ընտրակաշարք ստանալու եւ ընտրակաշարք տալ ստանալու մասին միջնորդելու հոդվածների մասին է։ Օրենսդրական փոփոխության իրականացումը ընտրակաշարքի ձևով արտահայտվող հանցագործությունների պատժաչափը խստացնելով կապահովի լրացուցիչ երաշխիքներ վերոնշյալ հանցագործությունների նվազման համար, քանի որ դրա հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ ընտրակաշարքը ժողովրդավարական համակարգի կարևորագույն սպառնալիքներից մեկն է եւ խաթարում է քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը, նվազեցնում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը եւ նպաստում կոռուպցիոն մեխանիզմների պահպանմանը, որն իր հերթին ազդում է ժողովրդավարության վրա։ Չնայած ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին, ընտրակաշարքի դրսևորումները շարունակում են մնալ ընտրական համակարգի կարևոր խնդիրներից մեկը։ Գործող քրեական պատասխանատվության միջոցները բավարար կանխարգելիչ ազդեցություն չեն ապահովում, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել խստացնելու պատասխանատվությունը ինչպես ընտրակաշարք տվողների, այնպես էլ ստացողների նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված իրավախախտումները հանդիսանում են սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված այնպիսի արարքներ, որոնք խաթարում են քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը, ընտրությունների արդարությունը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը, առաջարկող կարգավորումներով նախատեսվում է նաեւ սահմանել, որ նշված իրավախախտումների համար դատապարտված անձը անկախ դատվածության մարված կամ վերացված լինելու հանգամանքից իրավունք չունենա զբաղեցնելու պետական ծառայության պաշտոն, համայնքային ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն կամ համայնքային հայեցողական պաշտոն։ Նշված սահմանափակումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետական եւ համայնքային ծառայության, պետական վարչական եւ պետական հայեցողական պաշտոնները զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է գործեն բարձր բարեվարկության, ազնվության եւ հանրային վստահության չափանիշներ։ Հիմք ընդունելով հանրային ծառայության առանձնահատուկ բնույթը, առաջարկվող սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել հանրային ծառայության բարեվարկությունն ու հեղինակությունը, ապահովել պետական եւ համայնքային կառավարման նկատմամբ հանրային վստահությունը։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, նախագծի հիմնական զեկուցողին հարցեր ուղղելու համար գրանցում, խնդրեմ պարոն Նազարյան։ Շատ կարևոր նախաձեռնություն է, ուղղակի մի դիտարկում, արդյոք այդ մասին դուք մտածել եք, որ կարելի է ինչ-որ կարգավորում փոխել կամ ինչ-որ բարբերություն ավելացնել, որը թույլ կտա նրան, ով ընտրակաշարք է վերցրել, ինչ-որ ժամկետ տնենք, որ եթե միջև այս ժամկետը դու գալիս պատմում ես ով ա տվել, ինչ հանգամանքներում ես վերցրել, ոնց են հոգեբանորեն քո վրա ճնշում գործադրել, կամ մեղմ պատիժ կրի, կամ ընդհանրապես պատժից ազատվի, որը թույլ կտա գտնել են մարդկանց, որոնք այս կեղտոտ արարքը արեցին մեր պետության դեմ։ Շնորհակալություն, անկեղծ ասած չեմ մտածել այդ ուղղությամբ, կարծում գործընկերների հետ կքննարկենք, պարոն Նազարյան, ձեր առաջարկը շատ լավն է, բայց ակնհայտ է, որ այս առումով մենք անելիք շատ ունենք դեռ։ Մենք շատ անելիք ունենք, որովհետև այո, վերջին կայացած ընտրությունների ժամանակ մենք տեսանք, թե ինչ մասշտաբի ընտրակաշարք է բաժանվել, առնվազն նողկալի են այն բոլոր ձայնագրությունները, որոնք մենք լսում ենք, իսկ մենք լսում ենք, թե ոնց են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցել։ Ես անձամբ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ազգային ժողովի պատգամավոր, ես չեմ կարող դա հանդուրժել ու չեմ կարող դա անկալելի համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը փաստացի ինչ-որ մի գնապիտակի տակ է թաքցվել։ Ուղղակի են սուպերմարկետում ոնց է, չէ, ապրանքի վրա, ասենք, չգիտեմ, Վոլորի վրա, վարունգի վրա, լոլիկի վրա ինչ-որ գնապիտակ են փակցնում։ Այդպիսի մի գնապիտակ մարդիկ տարել փակցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճակատին։ Դա անընդունելի է, դա անընդունելի է ժողովրդավարական պետությունում ու դրա դեմ մենք պետքա պայքարենք։ Ու մեր քաղաքացիները պետք է իմանան, որ եթե իրենք թույլ տան, որ իրենց վրա այդ գնապիտակը փակցնեն, դա միայն
այդքանով չի սահմանափակվելու, իրենք նաև ենթարկվելու են բավականին երկարաժամկետ ազատազրկման ամենայն հավանականությամբ ու դրանից զատ նաև այլևս երբեք չեն կարողանալու զբաղեցնել վերոնշյալ պաշտոնները, համայնքային կամ պետական ծառայության պաշտոնները։ Սա էլ է պետք մարդիկ ֆիքսեն, որ մեկ անգամ գումար վերցնելով հետո ամբողջ կյանքում չեն կարողանալու ինչ-որ մի պետական կամ համայնքային ոլորտում աշխատանքի անցնել։ Ու այո, աննախադեպ իրավիճակ է Հայաստանի պատմության մեջ, որ փաստացի իշխանությունը ամեն գնով պայքարում է ընտրակաշառքի դեմ, իսկ ընդդիմությունը ամեն գնով փորձում է այդ ընտրակաշառքը տեղ հասցնել, բայց ունենք այն ինչ որ ունենք, ու եթե մեզ ավիճակված է ընտրակաշառքի արմատները միջև վերջ չորացնելը, մենք դա պիտի անենք պատվով, հանուն մեր պետության բավարարության։ Արձագանք ունեք, պարոն Նազարյան։ Այո։ Խնդրեմ արձագանք։ Շատ կարևոր հարց է, ես մեկ էլ մի առաջարկ, չգիտեմ ոնց ենք հարմարեցնելու, որ հոդվածի տակ ենք դնելու, պարզ է չէ, որ կարծում եմ կհամաձայնվեք, որ այդ փոխաբաժանությունը ինքնաբուխ չի, այսինքն ինչ որ մեկը չի ասում, ես ես X կուսակցությանը օգնեմ, գնամ փող բաժանեմ մի քիչ, պարզ է, որ դա համակարգված վերևից ներքև իջնող մեխանիզմ է։ Դրա համար ես առաջարկում եմ, այդ մասին ես բարձրաձայնել եմ մեկ անգամ հիմա հանձնաժողովում, որ այն քաղաքական ուժը, որը իհարկե դատարանով կապացուցվի, որ համակարգված ձևով զբաղվել է փողաբաժանությամբ, համամասնական ցուցակի առաջին 50 համարները 30 տարով զրկվեն այդ ձեր թվարկած պաշտոնները զբաղեցնելուց, որը մեխանիզմ կլինի, որ իրենք իրենց կանխեն, որ ասեն, ընկեր, մի բաժանեք, որովհետև եթե բաժանելու եք, մենք ձեր ցուցակ չենք գալու, ինքը կկանխվի այս համակարգը, այս իմ առաջարկը։ Այդ առաջարկն եմ լսել, պարոն Նազարյան, ու այդ առաջարկն էլ առաջին հայացքից առնվազն ինձ շատ դուրեկան է թվում, շատ դուրեկան ու շատ գրավիչ է թվում այդ առաջարկը ևս, չէ, թվաբանությունը իհարկե կարելի է քննարկել, բայց առաջարկը ինձ շատ դուրեկան է թվում, բայց չգիտեմ, առաջինից երկրորդ ընթերցում դա անենք կամ գուցե այս փուլում չանենք, դա հետագայում առանձին նախաձեռնությամբ անենք, բայց առնվազն առաջին հայացքից բնավ մերժելու ցանկություն չունեմ ձեր առաջարկը, պարոն Նազարյան։ Շնորհակալություն, քանի որ այդ հարցը բարձրաձայնեցիք, պարոն Նազարյան, ասեմ, որ մենք շատ ինտենսիվ քննարկում ենք դրա նպատակը հարմարությունը, այս նախագծով դա չի կարող արտացոլվել, դրա այլ լուծումներ պետք է ձևակերպենք եւ ընդունենք, ինչը նախատեսում ենք անել։ Հետևաբար այս նախագիծը ընդունենք այսպես, գուցե առաջարկեմ քննարկել նաև այս նախագծով ավելացնել մեկ այլ փոփոխություն, որը կվերաբերի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին, որը վերաբերում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն եւ հարկադրելուն, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն։ Կարող է առաջին հայացքից թվա, որ ընտրակաշառքը եւ այս հոդվածի հետ կապ չունեն, բայց մենք տեսնում ենք, որ հաճախ հավաքներին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու համար տեղի ունենում հենց ընտրական process-ների ընթացքում եւ նաեւ եթե ոչ ուղղակիորեն, ապա առնվազն անուղղակիորեն կապված են լինում նաեւ ընտրակաշառքի հետ։ Հետևաբար ես կարծում եմ, որ նաեւ մենք պետք է քննարկենք այս հոդվածի սանկցիան խստացնելու հարցը, որը նաև հնարավորություն կտա մեր քննչական մարմիններին էլ ավելի արդյունավետ աշխատել, այնտեղ բնականաբար կան նյուանսներ, որը եթե այդ առաջարկը ներկայացնեմ եւ ընդունելու լինենք կքննարկենք, բայց կարծում եմ, որ կարող ենք նաեւ այդ փոփոխությունը կատարել մինչեւ երկրորդ ընթերցում կա ժամանակահատվածում։ Իսկ պարոն Նազարյանի բարձրաձայնած հարցը շատ կարեւոր է եւ կոնցեպտուալ, լրջագույն կոնցեպտուալ հարց է պետության սուվերենությունը եւ քաղաքացու արժանապատվությունը նաեւ միաժամանակ ապահովելու տեսանկյունից եւ քաղաքական համակարգը բարևարկ եւ մաքուր պահելու տեսանկյունից, որովհետեւ թույլ տալ շարունակել իրենց քաղաքական կոչող ուժերին պղծել եւ աղճատել մեր քաղաքական համակարգը, այն քաղաքական համակարգը, որ մեզ մոտ դեռ կայացած չէ եւ մենք
փորձում ենք անընդհատ կայացնել կուսակցական համակարգ, քաղաքական համակարգ, ժողովրդավարական մշակույթ, քաղաքական մշակույթ եւ անընդհատ ականատես ենք լինում դեպքերի, որ ընտրակաշառքի միջոցով պարզապես փորձում են ամեն ինչ մխտրել, չմտածելով թե ինչ կլինի դրանից հետո, ես կարծում եմ, որ մենք որպես պետություն եւ որպես հասարակություն լոջագույն մտածելու բան ունենք, թե ինչպես ենք վերաբերելու, թե մեր պետությունը ինչպես է արձագանքելու ժողովրդի կամքի վրա եւ ընտրությունների վրա, քաղաքացու ազատ կամքի վրա նման անօրինական ձևով ազդեցություն ունենալու փորձ անող քաղաքական ուժերին։ Ես կարծում եմ, որ նման քաղաքական ուժերը չպետք է քաղաքական համակարգում Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում տեղ ունենան եւ մենք պետք է գտնենք այդ հարցի լուծումը, թե ինչ օրենսդրական կարգավորումներով մենք արգելում նման քաղաքական ուժերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կամքին։ Շնորհակալություն։ Իհարկե ոնց որ ես ինքս ռեգլամենտը խախտեցի եւ փորձում էի առաջարկ անել, բայց ելույթ ստացվեց, ներողություն եմ խնդրում դրա համար։ Հիմա եթե պարոն Ալեքսանյանին այլ հարցեր չկան, ես խոսքը տամ նախագծի հարակից զեկուցող Տիկին Ղազանի, խնդրեմ Տիկին Ղազան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ըստ էության գործընկերներս խոսեցին, թե ինչպիսի արատավոր երևույթ է առհասարակ ընտրակաշառք տալը վերցնելը ու այդ հիմքով ընտրությունների մասնակցել, ինչպես նաև այդ գործում մասնակցություն ունենալը եւ միջնորդելը չեմ ուզենա կրկնվեմ, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս ճանապարհին ցանկացած հնարավոր գործիք պետք է կիրառենք, որպեսզի զերծ պահենք մեր քաղաքացիներին ընտրական կամ արտահայտության վրա ցանկացած ազդեցություն ունենալուց եւ այս նախագծերի փաթեթները, որ ներկայացնում ենք թե իմ կողմից ներկայացված, թե նաև ընտրակաշառքներին, որ նաև ես եմ համահեղինակ, այս գործիքները կիրառվում են բացառապես պաշտպանելու մեր քաղաքացիներին հետագա ազդեցություններից, հետեւաբար ես լիովին դրական եմ վերաբերվում, եթե նույնիսկ ինձ մնար շատ ավելի մեծ պատիժ կսահմանեի, որովհետեւ ըստ էության մենք ականատես եղանք այնպիսի արատավոր երևույթների, որ դեռ ժամանակ է մեզ պետք այդ երևույթների լիարժեք վերլուծությունը ունենալու համար։ Խնդրում եմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին եւ հետագայում էլ աշխատենք նաեւ այլ ուղղություններով ու նոր գործիքներ ներդնելու ուղղությամբ։ Շնորհակալություն Տիկին Ղազան, նախագծի հարակից զեկուցողին հարցեր։